Երգիչ Անդրեի անձնական կյանքն ու ամուսնալուծությունը չեն դադարում քննարկվել։ Անի Օհանյանի սկանդալային գրառումը դարձավ ամենաքննարկված թեման վերջին օրերի ընթացքում։ Բլոգեր Զարա Ղազարյանը նույնպես իր ինստագրամյան էջում անդրադարձել է ընտանեկան բռնության թեմային, չարդարացնելով դա ոչ մի կերպ։ Բլոգերի խոսքը ներկայացնում ենք ձեզ առանց մեկնաբանության։ Ընտանեկան բռնության թեման քաղաքականացնել եւ փորձելը դա օգտագործել սեփական շահերի եւ սեփական հետաքրքրությունների համար մեղմ ասած անթույլատրելի է եւ արժեզրկում է բուն բռնության փաստը։ Բացարձակ կապ չունի թե բռնության մեջ մեղադրվող անձը քաղաքական ինչ հայացքներ ունի, ծնունդով որտեղից է։ Որքան մարդիկ հանրային են, այնքան նրանց հետ կապված իրադարձությունները ավելի աղմկահարույց են։ Որքան դեպքերը աղմկահարույց են, այնքան ավելի ակնառու է, որ մեր հանրության մի զգալի հատված որևէ պատկերացում չունի, թե ինչ է ընտանեկան բռնությունը։ Բռնության թեման հումորի կամ սրամտությունների դաշտ տանելով, եթե անգամ փորձ է արվում ծաղրել բռնարարին, միևնույն է անուղղակի արժեզրկում է բռնության թեման առհասար։ Թիրախավորելով բռնության մեջ մեղադրվող մարդու շրջապատին, նրա ընկերներին, դուք էլի ուշադրությունը շեղում եք բուն բռնության փաստից, բռնության մեջ մեղադրվող մարդուց։ Պաշտպանել անմեղության կանխավարկածը, լավ հարաբերություններ ունենալ բռնության մեջ մեղադրվող մարդու հետ չի նշանակում մեղադրանքի սլաքները ուղղել մյուս կողմ։ Զոհի մեղադրումը մեր իրականության մեջ բավականին տարածված բան է։ Այո, զոհը կարող է տարիներով լռել եւ հանդուրժել, ուղղակի որովհետեւ այս ամեն ինչի հետևում կա երկար հոգեբանական բռնություն եւ հետո ուժն ու իշխանությունը հենց բռնարարի ձեռքում են։ Հանրայնորեն երջանիկ լինել չի նշանակում երջանիկ լինել նաև փակ դռների հետևում։ Մենք տեսնում ենք հաճախ միայն այն, ինչը մարդիկ ուզում են, որ մենք տեսնենք։ Սարակ ընտանեկան բռնությունը նման է փակ օղակի եւ այն երբեմն բաժանում են հետեւյալ փուլերի՝ լարվածության կուտակում, բռնության դրվագ, այսինքն բուն դեպք, բուն բռնություն, հաշտեցում կամ հաճախ ինչպես անվանում են մեղրամիս, այն ծաղիկների ներողության փուլն է եւ խաղաղության փուլ։ Նորից այսպես պտտվում է նորից լարվածություն, բռնության դրվագ, մեղրամսի փուլ, խաղաղություն։ Հաճախ մարդուն շատ դժվար է դուրս գալ այս անընդհատ կրկնվող ու պտտվող շրջանից։ Իսկ մենք առաջարկում ենք լսել նաև Անի Օհանյանի գրառումը, ինչից էլ սկսվեց ամեն բան։ Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ, բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելիներ թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես, ինչպես ես։ Շուտով աշխարհը սկսեց փլուզվել։ Իմ ամեն օրը սկսում էր տագնապով ու անհանգստություններով։ Այսօր նա չար կլինի, թե բարի։ Նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից։ Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը եւ փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ։ Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա եւ կփոխվի։ Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի։ Կներես բառը ելք չէ, դա անընդհատ կրկնվում էր։ Այսօր ես համարձակվում եմ խոսել։ Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների եւ մարդկանց առջեւ, ցուցադրել երջանկություն, այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում։ Այս գրառումը ոչ միայն աղաղակ հոգու է, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք, մայրեր, դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս ու ոչ թե խավար։ Ինստագրամյան իր էջում գրել էր Անի Օհանյանը։ Հավելենք նաև, որ այս ամենը թերևս սկսվեց օրեր առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած Armenian Music Video Awards մրցանակաբաշխությունից, որին Անդրեն ներկայացել էր միայնակ, առանց Անիի ուղեկցության։ Հարկ է նշել, որ մինչ այդ հանրային եւ ոչ այդքան բոլոր միջոցառումների ժամանակ Անին ամուսնու կողքին էր լինում։ Սա էլ բավական չէ։ Անին նաև սոցիալական էջերից հեռացրել է Անդրեի հետ ունեցած բոլոր լուսանկարները եւ զույգը դադարել է հետևել իրար ինստագրամյան հարթակում։ Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ զույգը խնդիրներ ունի եւ հնարավոր է, որ բաժանման որոշում է կայացրել։ Նշենք նաև, որ Անդրեն պահպանել է Անիի հետ բոլոր լուսանկարները, իսկ վերջին համատեղ լուսանկարը երգիչը տեղադրել էր նախորդ ամսվա սկզբին, որտեղ նրանք երջանիկ տեսք ունեին։ Star News-ը հույս ունի, որ խնդիրները արագ կհարթվեն եւ մեր հաջորդ նյութը զույգի բաժանման մասին հերքող կլինի։ Դե իսկ մենք հավելենք նաև, որ Անին եւ Անդրեն ունեն դուստր, ով արդեն 1 տարեկան է։
Հավելենք նաև, որ Անդրեն ու Անին այս տարիների ընթացքում բավականին երկար ու բուռն քննարկվեցին։ Անդրեի անձնական կյանքը միշտ հանրության ուշադրության կենտրոնում է, սկսած այն օրից, երբ Անդրեն Տաթևի վանքում ամուսնության առաջարկություն արեց սիրելիին, երգչուհի Անի Օհանյանին։ Հավելենք նաև, որ Անին հեռուստադիտողին ու հանրությանը հայտնի է Շանթ հեռուստաընկերության X Factor հաղորդման շրջանակներից։ Անին շատ լավ ձայնային տվյալներ ունի, սակայն այժմ կարծես թե նոր երգեր չի պատրաստվում թողարկել։ Նա իրեն ամբողջապես նվիրել է ընտանիքին և Անդրեի հետ համատեղ մեծացնում են իրենց առաջնեկին։ Անդրեի անձնական կյանքն ու գործունեությունը վերջին տարիներին ակտիվորեն քննարկվում է։ Տարեսկզբին Անդրեն հայտնեց, որ շատ շուտով հայր է դառնալու։ Դրանից հետո միայն Անին ևս ՀՂԻ կարգավիճակով լուսանկարներ տեղադրեց Instagram-յան իր էջում։ Դե իսկ շատ չանցած Star-News-ը բացառիկ նորությամբ էր հանդես եկել հայտնելով, որ զույգը դուստր է ունեցել, սակայն դեռ չի հանրայնացնում այդ բարի լուրը։ Մենք այդպես էլ չիմացանք, թե ինչու երգիչը թաքցրեց իրականությունն ու երեխայի ծննդի ամսաթիվը, սակայն մի բան պարզ է, Անդրեն և Անին արդեն մի քանի ամիս է ինչ վայելում են ծնող լինելու բերկրանքը։ Նշենք, որ զույգը ծանոթացել է հեռուստատեսային նախագծերից մեկում, որտեղ Անդրեն ժյուրիի կազմում էր, իսկ Անին մասնակցում էր մրցույթին։ Ինչպես արդեն նշեցինք, Անդրեն ու Անին բնակվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում և հենց այնտեղ, երբ տեղի են ունենում հայանպաստ միջոցառումներ, Անդրեն գնում է ու կենդանի կատարումով ուրախացնում հավաքված հայերին։ Star-News-ը ձեզ է ներկայացնում նաև այդ տեսանյութերից մեկը։ Երբևիցե չեմ հիշում ժամանակ, որ այսքան պառակտված ենք եղել Սփյուռքով, Հայաստանով և Արցախով։ Ես հույսով եմ, որ վերջապես եկել է այն պահը, որ մենք իսկապես պետք է կանգնենք, Աստծո կանչով պետք է կանգնենք և վերացնենք այս ամեն ինչը, այս զազրախոսությունները, բամբասանքները, այս ամեն ինչը։ Ես հասկանում եմ, որ շատերի համար այդ սուտ բամբասանքները հաճելի է լսել, բայց հոգևոր մարդկանց համար հաճո չէ այդ ամեն ինչը։ Մենք ամրոցը կերտեցինք, պատմությունը մեր երկրին, մեր սուրբ արյան մենք սերտեցինք, դու բերդ ես անարի բարձր բազար բեղանում, մասունք աստվածային, քեզնով ենք հավերժանում, դու մեր լույս հայրենիք երկիր հայրենյակ։ Նշենք նաև, որ օրեր առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացավ երգչուհի Սիրուշոյի համերգը, որի ժամանակ Անդրեն նույնպես կենդանի կատարմամբ հանդես եկավ։ Ձեզ ենք ներկայացնում այդ հոլովակը նույնպես։ Ես աշխատեմ բևում։ Ինչ ես ուզում, արդեն երկեք։ Պահել Վերցրեց սիրոկանից։ Ինչ կարես։ Ուզում էր ականջողի հետ սահել նվիրել։ Իսկ կավա գաս ես տենը։ Թե ուզում ես ետ։ Ծապարություններով։ Ինչ երկեք։ Արցախի օրով է։ Որով իրիք նագատ լուսայեկա, նամը սիրան լուսայեկա, սորմին կորը վերը վարանիկ, գիդա սրտես լուսայեկա, Հորա հո, ապարմադա,
բայց այս խոսքերը չգիտեմ կհիշեմ թե չէ։ Ով սիրո, սիրո